Մեր Աստված անփոփոխ Աստված է, հավատում եք դրան։ Նա նույնն է, ուշեք Հիմա ուշադրություն, թեպետ մեր Աստված անփոփոխ Աստված է, բայց նա փոփոխությունների Աստված է։ Նա մեր կյանքի մեջ փոփոխություն է բերում։ Նա չի փոխվում, բայց օր-օրի նա մեզ փոխում է։ Եվ ինչպես է փոխում, փառքից փառք է տանում, զորությունից զորություն է տալու։ Նա ամեն բան նոր է անում, ասում է Աստծո խոսքը։ Սա փոփոխություն է։ Ընդհակառակ նաև ամեն օր նոր է անում։ Սա էլ փոփոխություն է։ Մեկ ուրիշ տեղ ասում է՝ իր Տիրոջ ողորմությունները ամեն օր ինչ են լինում։ Նորոգվում է, սա փոփոխություն է։ Նա այո, Տերը հինը քանդում է, նորն է կառուցում մեր մեջ։ Սա է փոփոխություն է։ Դա համար այսօր պիտի ասենք, Տեր, քո փոփոխությունները բեր իմ կյանքի մեջ։ Մեր Աստված իր փոփոխությունը բերեց հենց այն ամենասկզբից, երբ որ ստեղծում էր, արարում էր, եւ հետո ստեղծեց եղանակները։ Եվ ինչ ասեց, որ սրանից հետո այսպես է լինելու՝ ձմեռ, գարուն, ամառ եւ աշուն։ Փոփոխություն չի սա միթե, սա փոփոխություն է։ Գիտեք, գնում եք երկրներ կան կամ Ամերիկայի նահանգներ կան, որ ոչ մի փոփոխություն եղանակային առումով չկա։ Գնաք Լոս Անջելես, տարվա մեջ 10 ամիս նույն եղանակն է։ Միայն 2 ամիսն է, թե անձրև ա գալի, ասում են, ես ցուրտ ձմեռ ա։ 10 ամիս նույն եղանակն է, ձանձրալի, շատ ես կասենք Երանի իրանց։ Բայց ամենևին երանելի չի դա։ Մեր Աստված փոփոխություններ ստեղծող Աստված է։ Սկզբից ցուրտ է գալիս, հետո նա մեզ ծաղկեցնում է նորից, հետո ջերմացնում է, հետո ինչ-որ բաներ են կորցնում մեր կյանքի մեջ, հետո մահերով ենք անցնում, հետո նորից գարուն է գալիս մեզ համար։ Այսօր ուզում եմ կարճ խոսեմ հենց դրա մասին։ Մեր Աստված փոփոխությունների Աստված է, եւ մենք պատրաստ լինենք Աստծո փոփոխություններին մեր կյանքի մեջ։ Մեր եկեղեցու կյանքի մեջ, մեր առօրյայի մեջ, մեր ընտանիքների մեջ մենք գնում ենք դեպի փոփոխություններ։ Ուրախ եք դրա համար։ Փառք Տիրոջը։ Թող Աստծո կալենդարով շարժվեն սիրելիներ։ Եվ Աստծո եղանակները գա։ Ուզում եմ սա ասեմ, որ առանց փոփոխության աճ չկա, համաձայն եք թե չէ։ Եթե չես ուզում աճես, չես փոխվի, եթե չես ուզում փոխվես, դու երբեք չես աճելու։ Եթե ուզում ես փոխվես, ուրեմն աճ կլինի քո կյանքի մեջ։ Կյանքի փոփոխության պատճառը հենց աճն է, մենք աճում ենք եւ մենք փոխվում ենք։ Գիտեք, կինը չի կարող ասել, ես ուզում եմ երեխա ունենալ, բայց չեմ ուզում փոխվել։ Իսկ իմ մարմնի նույն ֆորմայի մեջ լինեմ, չգիրանամ, տեսքից չընկնեմ, միթե հնարավոր է այդպիսի բան։ Չգիտեմ, ես բան չեմ տեսել։ Երբ որ կինը անգամ հղի է, ինչով եք իմանում, նրա մոտ փոփոխություններ կան։ Նա փոխվում է, եւ որտեղ նրա ներսում մի կյանք է առաջանում։ Եվ եթե չես ուզում փոխվել, երբեք չես աճի։ Չկա փոփոխություն, մեկ ուրիշ բան էլ ասենք, չկա փոփոխություն առանց կորստի։ Մինչև հինը չկորցնես, նորը ձեռ չես բերի։ Սա աստվածային սկզբունք է։ Եթե ուզում ես մի նոր բան ձեռք բերել, պետք է հնից ինչ անել, հրաժարվել։ Մենք հնեաբան ազգ ենք, հնեագետ, հնեապաշտ և հինավուրց։ Մենք հինը շատ ենք սիրում, կարող ենք ասել նաև հնապաշտ ազգ ենք։ Ես որտեղից է սովորությունը, այս սովորությունը հնուց եկել է։ Բայց բանը որտեղից, այս բանն է մեր պապերից եկել է։ Բայց ինչու ենք անում, անում ենք, որտեղ եկել է, հնուց այդպես է եղել։ Եվ մենք հին ժողովուրդ ենք, մենք սիրում ենք հին ապրանքներ, մեր տան մեջ պահել։ Ինչի չես գցում ափսոսը, տունը, պետք կգա։ Ինչի չես մի կողմ դնում, գիտես ես ումն է, տոտս այն ժառանգություն տվել, բայց գործածական չի։ Աստված ուզում է այսօր մեր կյանքի մեջ փոփոխություններ բերի։ Եվ օր-օրի մենք փոխվենք, ոչ թե փոխվենք դեպի վատը, այլ փոխվենք եւ կերպարանափոխվենք եւ դառնանք նրա որդու նման։ Սա է Տիրոջ փոփոխությունը։ Մի անձնավորություն կար, Աբրահամ էր, խելոք մարդ էր։ Գնանք իրաց թաղ, հարցնենք, ասենք Աբրահամը ինչ ձևի մարդ է։ Իր հարևանները, թաղեցիները, հարազատները դե ասեն խելոք, համեստ։ Իր ձենը չի լսում, մեկ ընկա ձենն է լսվում, մեկ լաչառանում գորգորում էր։ Մենք խելոք մարդ է իր համար, ապրում է, հոր հետ,
հորոխբոր հետ, հորոխբոր տղու հետ շատ լավ է ինքը, արգում են իրան, այդքան բան, այս մի օր Աստված որոշեց Աբրահամի կյանքում փոփոխություն բերել։ Եվ առաջին ինչ ասեց, փոխիր ապրելուդ վայրը։ Վազգերպա ջան, այդ մասին մի խոսա, խնդրում եմ, արգելված թեմա է։ Եք այսօր ուզում ենք ես դրա մասին ես խոսենք։ Ոչ թե մեր ֆիզիկական միայն, այլ մեր կյանքի ձևը փոխելու։ Եվ Աստված ինչ արեց, բերեց փոփոխություն Աբրահամի կյանքում։ Հանեց իրան որտեղից, հայրական տնից, քաղաքից, Ովիդ ասած տնաքանդություն արեց, տարավ իր երկրից, տարավ մի հատ ուրիշ երկիր, որը հենց Իրանը, իսկական Իրանն էր, եւ դրանով էլ չբավարարվեց Աստված։ Որոշ տարիներ հետո նորից եկավ, ասեց Աբրահամ, տեղը փոխեցիր, հիմա էլ անունդ ենք փոխելու։ Տեր ջան, անունը շոտ եմ սիրում, ախր ոնց կնես 80 տարեկան ասակում գաս անունս փոխես, դու էլ Աբրահամ չես կոչվել, դու Աբրահամ կոչվես։ Այո, մի հատ եղբայր այսպես էլ մեկնաբան Աբրահամ, այսինքն Աբրը դայրաոններ Աստվածյան համ տվեց, չէ՞ անհամ էր, Աստվածյան դարձեց Աբրահամ։ Իհարկե դա մի քիչ անկերտ մեկնաբանություն է։ Աբրահամ նշանակում է ազգերի հայր։ Աստված փոխեց նրա դիրքը, փոխեց շրջապատը, փոխեց անունը եւ վերջում փոխեց նաեւ նրա ճակատագիրը։ Այսօր ասեն Տեր, մենք պատրաստ ենք քո փոփոխությունների մեր կյանքի մեջ։ Աստված որոշեց փոփոխել, բայց սկզբում Աբրահամը պատրաստ չէր փոփոխությունների։ Նկատում եք իր կյանքի մեջ։ Որոշեց դուրս գալ, բայց հետո մարդկանցը վերցրեց։ Եվ Աստված չխոսած մինչև այն պահը, մինչև չհրաժարվեց մյուսներից։ Ինչու համար է պետք փոփոխությունը ձեզ։ Ապրում ենք մեր համար, էլի, Տեր Աստված։ Չես եկել անպայման ուզում մեզ փոխես։ Ինչու համար է պետք փոփոխությունը ձեզ։ Նորության համար, թարմության համար, որպեսզի առաջ գնա, որպեսզի աճենք, եւ որպեսզի չմեռնենք։ Որովհետեւ այն մարդը, որ չի ուզում փոխվել, ինքը արդեն դատապարտված է մահվան։ Գերեզմանում փոփոխություն չկա։ Ամեն բան արդեն մեռած եւ քարացած վիճակ է։ Երեմիա 48:11-ում Երեմիան խոսում է մի ազգի մասին, որը ոչ մի փոփոխության չէր ենթարկվել։ Եվ իր սովորությունների մրորի մեջ նստած էր։ Երեմիա 48:11-ը Մովաբի մասին է խոսքը, եւ ասում է հանգիստ էր Մովաբը իր մանկությունից ի վեր։ Եվ հանդարտ մնացել էր իր մրորի վրա։ Նա չթափվեց ամանից աման եւ գերության չգնաց։ Դրա համար նրա համը մնաց իրանում եւ հոտը չփոխվեց։ Գիտեք, սա համեմատություն է գինեգործության հետ։ Երբ որ գինի մի ամանի մեջ էին դնում, հետո լցնում են մյուս ամանի մեջ, որպեսզի նստված մրորը ինչ լինի, զտվի եւ հնի մեջ մնա։ Եվ նորի մեջ այլևս չփոխանցվի եւ համն էլ փոխվի։ Բայց եթե չէ փոխվում, այդ գինին մնում էր, ինչ է լինում, քացախ է դառնում, թթվում էր։ Եվ նույնը այստեղ Մովաբի մասն ասում է, այնքան տեղը նստեցիր, այնքան փոփոխություն չեկավ կյանքիդ մեջ, մրուրիդ մեջ նստեցիր ու քացախ դարձար։ Դրա համար պիտի գնաս գերության, դրա համար քո համը չփոխվեց։ Այսօր ասենք Տեր, մեր համն էլ փոխի, գույնն էլ փոխի, ամեն ինչ փոխի, բացի մեր սեռից, մնացած ամեն ինչ պատրաստ են փոխվել։ Մեր կյանքի մեջ թող փոփոխություն գա Տեր։ Հրեաները 400 տարի առանց փոփոխության ապրում են, որտեղ էին ապրում։ Գերության մեջ Եգիպտոսում 400 տարի ոչինչ չէր փոխվում այդ ազգի պատմության մեջ։ Ստրուկներ եւ գերիներ։ Եվ ինչ էին անում իրանք։ Փարավոնի համար հսկա կառույցներ էին։ Այս վերջերս եգիպտաբանները ահռելի ձևով ուղղակի զարմացած են եւ անպատասխան են մնացել, երբ որ մի բուրգ գտան, հինավուրց մի բուրգ, եւ բուրգի վրա Դավթի նշանը գտան։ Գիտեք Դավթի աստղը։ Իհարկե Դավթից առաջ դեռ այդ աստղը շատ հրեաների համար սիմվոլ էր Մեսիայի, եւ նոր են հայտնաբերում, որ դա հրեաների ձեռքի գործն է փաստորները։ Եվ նրանք հաշտվել են այդ իրավիճակի հետ։ Ինչ արեց Աստված։ Եկավ եւ ասեց, ես ձեր ազգի կյանքի մեջ ինչ պիտի անեմ, փոփոխություն պիտի աղաղակը ձեր աղաղակը լսել եմ եւ ես պիտի փոխեմ։ Աստված փոխեց հրեաների արտաքինը, բայց ցավոք սրտի ներքուստ իրանք
նույնն էլ մնացին։ Թվոս 11-րդ գլխի 5-րդ խոսքում տեսնում ենք այդ հրեաների ազգային երգն արեցին հրեաները, եւ սկսեցին ազգովին ու երգը երգել։ Եվ ո՞րն էր այդ երգը։ Թվոս 11-5-ն ասում է. մենք հիշում ենք Եգիպտոսի մեջ մեր ձրի կերած ձկները, իլկաները, բարուկները, սեխերը, եւ բրասները, եւ սոխերը, եւ սխտորները, եւ 15 կոպեկանոց կալբասը, եւ օղին, որ հասանելի էր բոլորին, ինչ օրեր էին։ Ծանոթ երգած ես։ Եվ այս ազգը տարիներ այս երգն էր երգում։ Աստված իրանց արդեն հանել էր Եգիպտոսից։ Եգիպտոսը անցյալում էր, բայց Եգիպտոսը իրանց միջից չէր դուրս եկել, որովհետև ազգը չէր ուզում փոխվել։ Մենք հիշում ենք ինչ լավ տարիներ էին այն տարիները։ Ինչ լավ տարիներ էին։ Գիտեք, այն մարդը, որ ասում է լավ տարիներ են, սովետի տարիները 60 միլիոն մարդ գնդակահարվեց։ Լավ տարիներ են արդյոք։ Հայրը որդուն ուրանում եւ մատնում էր եւ որդին ծնողին արդյոք լավ տարիներ էին։ Գիտեք, բանտում էլ կերակրում են եւ ձրի ամեն բան։ Բայց ազատության մեջ դու պետք է դա հայթայթես։ Աստված ուզում էր փոխել, բայց իրանք հրաշարվեցին փոխվելուց եւ տեսեք թե ինչ տեղի ունեցավ հրեաների հետ։ Առաջի Կորինթացիների 10-րդ գլխի 5-րդ խոսքում արձանագրում է առաքյալ այդ պատմությունը եւ հետեւյալն է ասում. բայց Աստված նրանցից շատերին չհավանեց։ Ես սարսափում եմ այս խոսքից, սիրելիներ։ Մենք ճանաչում ենք այն Աստծուն, որը մարդասեր Աստված է, որը ամեն բան կարող է անել մարդու համար, սիրում է բոլորին, բայց մենք չգիտենք այն Աստծուն, որ կարող է մարդ լինի, որ ինքը չհավանի իրանց։ Հնարավոր է այդպիսի բան լինի։ Չի նշանակում չի սիրում, նշանակում է հավանություն չի տալիս իր գործին։ Եվ այն մարդուն ով Տերը չի հավանում, երեք իր ճակատագիր ինչ կլինի, շարունակություն ասում է փռված ընկան անապատի մեջ եւ օծերից խայթվեցին։ Ինչու՞, որովհետեւ չուզեցին փոխվել, չուզեցին չնազանդվեցին Աստծո առաջ եւ փորձեցին փոխվել։ Մի քանի բան կա, որ պետքա նկատի ունենանք փոփոխությունների ժամանակ։ Սերներ, ես հավատում եմ, որ եթե այս խոսքը խոսվում է այստեղից, ուրեմն մեր կյանքի մեջ շուտով փոփոխություններ են լինելու։ Անձնական, ընտանեկան, աստվածապաշտության մեջ։ Եվ մենք պետք է դրան պատրաստենք։ Առաջի բանը սա եմ ուզում փոխանցել։ Երբ փոփոխություններ են լինում, եկեք հարցնենք, Աստված ինչ է կատարվում ինձ։ Ոչ թե ինչ եմ արել, որ սենց բան է լինում, այլ ինչ ես ուզում դու ինձ սովորեցնես սրանով Տեր։ Երբ որ ինչ-որ կորուստ ենք ունենում, դա էլ է փոփոխություն։ Ինչ-որ ստրես եւ ցնցում եւ շարժ է լինում մեր կյանքի մեջ, դա էլ է փոփոխություն։ Ոչ թե հարց տուր, որ մեղքիս համար Տեր, այլ հարց տուր, ինչ ես ուզում ինձ սրանով սովորեցնել։ Ինչ դաս ես ուզում ինձ տալ ով Աստված։ Հոբի 10-րդ գլխի 17-րդ խոսքի մեջ։ Եթե փոփոխություններ կա մի մարդ, որ ենթարկվեց փոփոխությունների, արմատական փոփոխությունների, հաստատ այդ մարդը ես ու դու չեն, այդ մարդը Հոբն էր, ով ամենալավը գիտեր ինչ է փոփոխությունը։ Հոբի 10-րդ գլխի 17-րդ խոսքից, եկեք հարցնենք Հոբին, ասենք կարծիքը, ինչ եղավ քեզ հետ, եւ Հոբն ասում է, փոփոխություններ եւ պատերազմ է հետս կատարվում։ 17-րդ խոսքի վերջի հատվածը, փոփոխություններ եւ պատերազմ է հետս կատարվում։ Ինչ փոփոխություններ։ Ամեն ինչ կորցրեց Հոբը, ամեն բան փոխվեց նրա կյանքի մեջ։ Երեմիա 29:12-ում Երեմիան հետևյալը պիտի ասեր, Երեմիա 29:12-ը, դուք կկանչեք ինձ եւ ես կլսեմ, կգնաք ու աղոթ կանեք դեպի ինձ եւ ես կլսեմ ձեզ, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով եւ ես կգտնվեմ ձեր համար, ասում է Տերը, եւ ետ կդարձնեմ ձեզ գերությունից։ Երբ որ փոփոխություններ են լինում մեր կյանքի մեջ, առաջի բանը եկեք անենք, փնտրենք Տիրոջ երեսը։ Տեր, ինչ ես ուզում ինձ ասես սրանով։ Երեմիայի մեջ Տերն ասում է, ինձ կփնտրեք եւ այդ ժամանակ ինձ կգտնեք։ Ինձ կհարցնեք եւ ես կպատասխանեմ ձեզ։ Հոբը հարցեր ուներ Աստծուն տալու։ Դա համար Տերն ասես գոտիդ կապի դուրս սարի, հիմա տեսնեմ, քո հարցերին ես կպատասխանեմ, ես էլ հարցեր ունեմ քեզ տալու։
Դրա համար հարցն ամ Տիրոջը Տեր, ինչ ես ուզում սրանով ասես։ Եկեք փոփոխությունների ժամանակ սխալ վերաբերմունք ցույց չտանք։ Գիտեք, փոփոխությունների ժամանակ ճակատագրական սխալ կլինի փախուստը։ Աստված ուզեցավ Հովնանի կյանքում էլ բերի փոփոխություն։ Բայց դրա փոխարեն ինչ արեց Հովնանը։ Փախավ Աստծուց։ Ոչ թե եկեք փախչենք փոփոխություններից, այլ ասենք Տեր, ինչ ես ուզում դու ինձ սովորեցնես։ Երկրորդ բանը փոփոխությունների ժամանակ պետք է անենք, սա է Աստծուց իմաստություն խնդրենք։ Որտեղ մարդ ամենամեծ հիմարությունը անում է իր կյանքի մեջ հենց փոփոխությունների ժամանակ։ Երբ որ չի հասկանում ինչպես գործի, ոնց վարվի, ոնց շարժվի։ Հակոբոս առաջի գլուխ 5-րդ խոսքն ասում է, որ եթե մեկը իմաստության պակաս ունի, կա տենց մեկը, ես եմ ինքը իմաստության պակաս ունի։ Ամենալավ ճանապարհը սա է, չի ասում թող կարդա, թող գնա մեծամեծների մոտ։ Առաջի բանը սա է, թող խնդրի Տիրոջից եւ Տերը նրան կտա իմաստություն։ Տեր ինձ իմաստություն տուր, որ ճիշտ ձևով իմ կյանքը կառավարեմ։ Ինչ անեմ Աստված, ոնց կարողանամ շարժվեմ այս փոփոխությունների ժամանակ։ Շատերս փոփոխությունների մեջ ասում ենք փակուղի է եկեք կյանքից մեջ, ոչ կարող եմ առաջ գնամ, ոչ կարողանում եմ հետ գնամ, կանգնածը ստեղում եմ մնամ հարվածի տակ եմ գալիս, ովքեր երբևէ եղել նման իրավիճակի մեջ։ Որից ես, ու շատերս, փակուղի, չի գալի անգամ փոփոխություն է չի ստացվում կյանքիդ մեջ։ Բայց երբ որ աղոթենք, ասենք Տեր, ինձ իմաստություն տուր, ինչ անեմ։ Սիրելիներ, 25 տարվա եմ հոգևոր փորձառության մեջ։ Չեմ տեսել մեկին, ով Տիրոջից իմաստություն խնդրի եւ Տերը նրան իմաստություն չտա։ Չեմ տեսել մեկին, որ Տերը տա իմաստություն եւ ոչինչ չփոխվի նրա կյանքի մեջ։ Չգիտեմ ովքեր են Դեմոս Շաքարյանի գիրքը կարդացել, որ ինչպես մի ընտանիք ցեղասպանությունից մազապուրծ ա լինում եւ գնում ա Միացյալ Նահանգներ, ոչինչ չունի։ Եվ ասում ա հայրս մենակ մի աղոտ կարես, Տեր ինչ անեմ։ Ընտանիքը սոված է արդեն, ոնց կերակրեմ եւ ասում ա Տեր իմաստություն տվեց։ Հայրս գնաց կով, վարձով կով վերցրեց։ Ո՞վ ա տեսել վարձով կով։ Ամերիկայում էլ կա։ Ամեն ինչ կա, ամեն ինչ վարձով կարող է ձեռքել։ Մի ժամով էլ կարող ես վարձես, ինչ-որ մի նպատակի համար։ Հետո տանես հանձնես։ Այս մարդը Աստծո իմաստություն է ստանում, վարձով կով է վերցնում, այսօր իրա թոռը Ամերիկայի ամենամեծ կաթի գործարանի տնօրենն է։ Սեփականատերը։ Շաքարյանների ընտանիքը միլիարդներ ունի այսօր հարստության։ Ինչից սկսվեց մի աղոթքից։ Տեր ինձ իմաստություն տուր։ Անգամ ես անապատ ու չոր երկրի մեջ էլ Աստված քեզ կարող է պարարտացնել, եթե նրանից իմաստություն խնդրենք սերներ։ Փակողու մեջ ես, աղոթքդ բարձրացա, Տեր ինձ իմաստություն տուր կյանքիս մեջ փոփոխություններ բերելու համար։ Ամեն։ Նրա հորեղբայրը Դեմոս Շաքարյանի, որ էլի ոչինչ չունեին, նրանք մի կերպ իրանց շորերով են Միացյալ Նահանգներ հասել։ Ասում աղոթք կարեց հորեղբայրս, ասես Տեր, բա ես ինչ անեմ։ Ասում Տերն էլ իրան իմաստություն տվեց եւ գնաց վարձով ձի վերցրեց եւ սայլակ։ Ձի ու սայլ։ Եվ գիտեք ինչ արեց ինքը։ Սկսեց աղ հավաքել։ Փողոց։ Մտնում էր տնետուն, մտնում էր փողոցից փողոց եւ աղբեր հավաքում մարկանցից փողոց։ Այսօր իր թորները Կալիֆոռնիա նահանգի ամենամեծ աղբահանության ֆիրմայի սեփականատերն են։ Որտեւ ինչ եղավ, մի հոգի Աստծուց ինչ խնդրեց իմաստություն։ Հիմա ինչն է մեզ խանգարում, որ մենք էլ այդ իմաստությունը խնդրենք։ Հետո մեր թորներն ասեն, մեր տատիկներն ու պապիկներն աղոթեցին, մենք օրհնվեցինք։ Առաջին ուրեմն, երբ որ փոփոխություն է տեղի ունենում մեր կյանքի մեջ, ինչ անենք։ Խնդրենք Տիրոջը։ Երկրորդ իմաստություն խնդրենք Տիրոջից եւ երրորդ լսիր Աստծո շշունջը։ Լսիր Աստծո շշուկը քո աջի։ Ինչու շշուկը։ Ինչու չեմ ասում ձայնը, որովհետեւ Աստված մեծամասամբ մեզ այդ շշունջով է խոսում սիրելիներ։ Աստված աղմուկի մեջ չի խոսում։ Աստված ջխորի մեջ չի խոսում։ Դրա համար ինչ ասես Տերը, եթե աղոթք ես անում, ինչ արա։ Մտի քո սենյակը, հետո ինչ արա։ Բարդ գործողություններ են սրանք, դուռը փակիր։
Եվ ծածուկ աղոտ կարա, որ հայրն է ծածուկ, լսի ծածուկ տեղի հայտնապես քեզ հատուցանի։ Նա խոսում է, Աստված խոսում է լռության մեջ։ Երբ որ տանդ հեռուստացույցը ավելի բարձր է հնչում, քան քո ձայնը, երբ որ երաժշտություն ավելի բարձր է հնչում, Տիրոջ ձայնը չի հնչի ականջների մեջ։ Անջատի, մտիր սենյակդ, ասա Տեր, խոսա։ Նկատել եք, որ ամենաշատ Աստված երկրպագության ժամանակ է մեզ հետ խոսում։ Ինչու՞, որտեղ կա լռություն, կա իրանց լսող ականջ եւ կա բաց սիրտ նրա առաջ։ Եվ Եղիայի պատմությունը հիշենք, գնաց Տիրոջ մոտ, աղմուկով, աղաղակով, շատ շուխուր չմարթել Եղիան։ Կռիվ ուներ Աստծո հետ, մենակ եմ մնացել, չես պատասխանում, սաղ թողել են ինձ, լքված եմ, կռիվ կար, իր սրտի մեջ ըմբոստություն կար։ Եվ հիշում եք պատմությունը ինչ էր, ասում է իր առաջից ինչ անցավ, կրակ, երկրաշարժ, փոթորիկ, քամի, բայց ասում է Աստված դրանց մեջ չէր։ Աստված ուզում էր Եղիային սա ասել, Եղիա, սա քո ներսի իրականությունն է, փոթորիկների մեջ ես, կրակների մեջ ես, ես դրանց մեջ չեմ։ Եվ հետո ասում է մի մեմ զեփյուր սկսեց փչել, եւ Աստված խոսեց։ Տերը զեփյուրի մեջ է եւ ոչ թե փոթորիկի։ Կարող է մեր գլուխները մի պահ խոնարհեցնել Տիրոջ առաջ եւ ասելով Տեր, խոսիր ինձ հետ հիմա։ Կարիք ունեմ քո մեմ շշուկը լսելու ականջներիս մեջ։ Շվարած են, լսելիքներս փակ են Տեր աշխարհի աղմուկներից, աշխարհի լրահոսն էլ խլացրել ականջներս, որ ձայնը լսեն։ Բայց այսօր եկեղեցուդ մեջ եմ խնդրում, բացար ականջներս Տեր, որ ինչպես Հովհաննեսը իր ականջը տվել էր քո շուրթերին, այնպես ես էլ լսեմ քո ձայնը եւ ապրեմ քո ձայնից, թող քո ձայնը ապրեցնի ինձ Տեր եւ ինձ իմաստություն տա։ Ուրեմն երրորդ խորհուրդը փոփոխությունների ժամանակ լսիր Աստծո շշուկը։ Չորրորդ բանը, երբ որ լինում է փոփոխություններ մեր կյանքի մեջ, ինչ անենք, չորրորդ խորհուրդը սա է, Աստծուց մի հարցրու ինչու, այլ ասա ինչ։ Այսինքն ինչ անեմ Տեր։ Ոչ թե ինչու սա եղավ, որտեղ այդ ինչուների անվերջ են այդ ինչուները պատասխան երբեմն չես գտնի։ Հոբը ոչ մի ինչուի պատասխան չգտավ։ Ինչ էի արել, որ սենց եղավ, ինչու էսպես եղավ, ես արդար մարդ էի, այլ ինչ անեմ Տեր հիմա։ Ինչ ես ուզում, որ ես անեմ քեզ համար։ Սովորեցրու ինձ Տեր, ուսուցանիր ինձ։ Մի կենտրոնացիր խնդիրներիդ վրա փոփոխությունների ժամանակ, այլ կենտրոնացիր բնավորությանդ վրա, որովհետև Աստված սա է ուզում ասի, փոփոխություններով ուզում եմ քեզ փոխեմ իրականում։ Սեներ Աստված հետաքրքրված է ոչ այնքան մեր շրջապատի փոփոխություններով, որքան մեր ներսի փոփոխություններով, որտեղ մեր շրջապատը օր-օրի փոխվելու է այսպես թե այնպես, բայց կարիք ունենք, որ Տերը մեր բնավորությունը փոխի, մեր ներսը փոխի եւ մեզ կերտի։ Մի կենտրոնացիր քո շուրջը կատարվող բաների վրա, այլ կենտրոնացիր քո մեջ կատարվող բաների վրա։ Որտեղ մեր շուրջը շատ բաներ կարող է կատարվի, բայց այսօր հարցը սա իմ մեջ ինչ է լինում։ Արդյոք իմ մեջ մի բան փոխվում է այդքանից հետո։ Արդյոք բնավորությունս կերտվում է այդքանից հետո։ Ֆիլիպեցիների 4:11-ում Պողոս առաքյալը հետևյալ խոսքը պիտի ասեր։ Գիտեք Ֆիլիպեցիների 4:13-ը շատ հայտնի է։ Կարող եք ինձ հուշել ինչ էր ասում։ Շատ ենք սիրում այդ խոսքը։ Մեր կարգախոսն է դա։ Բայց զլանում ենք մի քիչ վերև նայենք այդ խոսքին։ Ինչից հետո է Պողոսը ամեն բան կարող։ Ֆիլիպեցիների 4:11-ում ասում են, որ ես սովորել եմ ինչի մեջ որ կամ նրանով բավական լինեմ։ Ո՞նց էր սովորել Պողոսը։ Ո՞վ էր իրան սովորեց։ Փոփոխությունները, նեղությունները, դժվարությունները, ամենահրաշալի դասատուներն են մեր սերունդը։ Երբ որ գալիս է նեղությունը կյանքիդ մեջ, մի ասա գնա, շուտ գնա, աղոթեք որ ազատվեմ, ասա պարոն նեղություն, ինչ ունես ինձ այսօր սովորեցնելու, ինչ դաս ունես ինձ այսօր տալու, եւ առաքյալն ասաց ես այսպես եմ սովորել, ինչի մեջ որ կամ նրանով բավական լինեմ, գիտեմ պակասություն քաշելը եւ աներևույթով ավելությունով լինելն են,
ամեն բանի մեջ, ամենին լավ տեղեկացած եմ, կշտանալն էլ, սովելն էլ, ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ, հիմա գալիս ես խոսքը, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, ովքեր կարող են ամեն բան, ովքեր անցել է և ես դասը սովորել ես, ովքեր ես դասը չեն սովորել, իրանք երբեք ոչ մի բան չեն կարող անել, իրանք զորացնող Քրիստոսով, որտեղ Քրիստոսն իրանք չի զորացնի, եթե դու չես սովորել բավարարվել քո ունեցածով, Քրիստոսը քեզ չի զորացնի ավելի համար, դա համար եկեք ես դասն է սովորենք ես փոփոխությունների մեջ, երբ որ ընկնում ենք փոփոխությունների մեջ, ոչ թե հարցնենք ինչու և դատապարտենք Աստծուն, այլ ասենք Տեր ինչ անեմ քեզ համար այս ժամանակ, այն ժամանակ Տերը կասի, ամեն բանը կարող ես անել ինձ համար, որտեղ ես քեզ զորացնում եմ։ Հինգերորդ բանը փոփոխությունների ժամանակ կենտրոնացեք այն բաների վրա, որոնք չեն փոխվում։ Երբ որ փոփոխություն անում ստրես է մեզ համար, չէ՞։ Տեսնում են մեր շուրջը փոխվեց, ընկերները անհայտացան, շարժալինում մեր կյանքի մեջ, աշկից առաջին ինչ-որ մի կարևոր բան տարան իմ տնից, կորավ, կորցրեցի, վիշտ ա գալիս, բայց Սերիս ուսում եմ ոչ թե սիրտը դրա հետևից գնա, այլ փոփոխությունների ժամանակ կենտրոնացի նրա վրա, որը չի փոխվում։ Երեք բան կա Աստծո խոսքում, որը չի փոխվում Աստծո մոտ։ Շատ բաներ կա, բայց ես երեքն եմ առանձնացրել, Աստծո սերը չի փոխվում սերներ։ Նա ամեն ասում, ամեն ասում, Աստծո սերը չի փոխվում։ Երեմիա 31:3-ում ասում է, հավիտենական սիրով սիրեցի քեզ։ Աստծո սերը հավիտենական է, այն ինչը հավիտենական է չի փոխվում սերներ։ Եվ եթե կորուստ ունես կյանքիդ մեջ, փոփոխություններ ունես կյանքիդ մեջ, վիշտ ունես կյանքիդ մեջ, եկեք այսօր բոլորս կենտրոնանանք սրա վրա, Տեր, ինչ էլ փոխվի, քո սերը իմ հանդեպ չի փոխվելու։ Եվ իմ սերն էլ քո հանդեպ, եթե փոխվի, միայն մի բանով, որ շատանալու է քո նկատմամբ։ Երկրորդ բանը, որ չի փոխվում, Աստծո ողորմությունը։ Որտեղ ես գիտեմ։ Բաչիկ եղբոր երգից գիտեմ։ Գոհացեք Տիրոջից այդ երգից գիտեմ։ Բայց այդ երգը որտեղից եք վերցրել։ Ինչ է ասում է Սաղմոսը։ Գոհացեք Տիրոջից։ Որտեղ նա բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է նրա ողորմությունը։ Ասում է թող Իսրայելն ասի, հավիտյան է նրա ողորմությունը։ Ինչ է փոխվի կյանքիդ մեջ, միշտ սա իմասի։ Տիրոջ ողորմությունը հավիտյան է։ Աստված ողորմած Աստված է սիրելիներ։ Եթե Պողոսն ասում է սով քաշելն էլ գիտե, բայց դրա մեջ նաև սովորել է, որ Աստված ողորմելու է, ինքը սովված չի մեռնելու։ Եվ այդպես չի մնալու։ Դրա համար եթե մի վիճակի մեջ ենք գտնվում, թող ամեն մի տան գլուխ այս դավանանքն անի, սիրելի ընտանիք, մեր Աստված ողորմած Աստված է, եւ նրա ողորմությունը հավիտյան է։ Եվ երրորդ բանը, որ երբեք չի փոխվում, Աստծո խոսքն է։ Տիրոջ խոսքերը ճշմարիտ են, մնում են հավիտյան։ Եվ Աստծո խոսքերի հետ մեկտեղ Աստծո խոստումները մեր հանդեպ չեն փոխվում։ Եթե Տերը մի բան խոստացել է քեզ, նա դա անելու է սիրելիներ։ Եթե խոստացել է քեզ փրկի, նա քեզ փրկելու է։ Խոստացել է, որ օրհնելու է քեզ, ինչ էլ լինի, անիծվեն էլ ամբողջ մարդիկո շուրջը, դու օրհնյալ ես լինելու։ Քաղաքում, գյուղում, դաշտում մտնելիս եւ դուրս գալիս։ Ուրեմն 5-րդ խորհուրդ այսօր բոլորիս, փոփոխությունների ժամանակ չկենտրոնանանք ժամանակավոր եւ փոփոխվող բաների վրա, այլ կենտրոնանանք չփոխվող բաների վրա։ 6-րդը փոփոխությունների ժամանակ մենք պետք է փոխվենք, բայց փոփոխական չլինենք։ Գաղատացիներ առաջի գլուխ 6-րդ խոսքի մեջ առաքյալը գաղատացիներին հանդիմանում է իրենց վատ բնավորության համար եւ հետեւյալն է ասում. զարմանում եմ։ Գիտեք, առաքյալին զարմացնել շատ դժվար է Պողոսին, աշխարհ տեսած մարդ էր։ Նրան զարմացնելը հեշտ չէր, բայց նա մի բանից զարմացավ։ Զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխվում եք։ Ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարան, որ ուրիշը չկա։ Միայն կան ոմանք, որ խռովեցնում են ձեզ եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել։ Ահա սա է բացասականը։ Մենք պետք է փոխվենք, բայց չլինենք փոփոխական։
Հակոբոս 1:6-ում ասում է փոփոխական մարդը կամ երկմիտ մարդը թող չկարծի, որ Աստծուց մի բան կստանա, որովհետև անհաստատ է եւ ծովի ալիքների նման է, փրփրում է, հետո կորում անհայտանում է։ Դրա համար ես փոխվում եմ, բայց ես փոփոխական չեմ։ Ես մեկ հավատացյալ, մեկ անհավատ չեմ։ Ես մեկ կասկածամիտ, մեկ հավատացյալ, հավատացող չեմ, ես հավատում եմ, և եթե փոխվում եմ, այսպես եմ փոխվում, հավատքից գնում եմ մի նոր աստիճան վրա, զորությունից մի նոր զորության վրա, ամեն, ճանաչելուց մի նոր ճանաչելու վրա, Աստծուն նվիրվելուց մի նոր նվիրման մակարդակի վրա, սա է իմ փոխվելը սերներ, և 7-րդ վերջի խոստումը, խորհուրդը, փոփոխությունների ժամանակ, ինչ է լինի սիրելիներ, Աստծուն վստահիր, ինչ էլ կատարվի։ Մի պատրաստվենք աղոթքի համար, Ֆիլիպեցիների առաջի գլուխ 3-րդ խոսքը ասում է առաքյալը, Իրոջ խոսքը, անփոփոխ խոսքը մեզ հետևյալն է ասում. Գոհանում եմ իմ Աստծուց, ինչ լավն է չես արտահայտությունը, իմ Աստվածը, իմ Աստծուց եմ գոհանում։ Ինչի համար եմ գոհանում։ Ասում ամեն ժամանակ եմ գոհանում, որ ձեզ հիշում եմ, որ ամեն ժամանակ իմ աղաչանքները ձեր ամենի համար աղոթք եմ անում ուրախությունով։ Եվ շարունակություն ասում 6-րդ խոսքը հաստատ համոզված եմ սրանում։ Թե նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ով է սկսեց մեր մեջ այս բարի գործը։ Ով կարող է գլուխ գովալ ու պարծենալ ու ասել էդ ես եմ արել։ Ոչ։ Անգամ Գևորգ ինձ այս չի նեղանա, որ Վիկտորիայի պահով ասի ես եմ արել։ Տերն արել, չէ Գևորգ։ Տիրոջ ձեռքը եւ հրաշքը դա։ Այս եկեղեցին նա է արել։ Եվ այն ինչ որ նա սկսել է, նա պահելու է մինչև Քրիստոսի գալուստը։ Ամեն։ Ես սրան հավատում եմ։ Եվ մենք լավ ենք պահպանվելու մինչև Քրիստոսի գալուստը։ Այն գործը, որ Տերը սկսեց, կանի մինչև վերջ։ Եկեք վստահենք Տիրոջը ամեն ժամանակ։ Հոբ 13-15-ում տեսնենք Հոբի աղոթքը, ահա մի մարդ, որ դիմակայեց փոփոխությունների եւ վերջում կանեց ու աղոթք արեց 13-15-ում ասեց. Տես, ում ես տեսն ասում, Տիրոջը։ Ասում են նայ, տես ինձ, նայ քեզ ինչ եմ ասում Տեր։ Այ քեզ համարձակ մենամարդ։ Երեք նայնեն էր ասում էր երիտասարդներից, ասում Հոբի գիրքի ամենասիրած գիրքն այսն եմ շատ սիրում, որովհետև երկու տղամարդու կռիվ են տեսնում այստեղ։ Եվ ինչ էր ասում Հոբը, տես, թե որ ինձ սպանես էլ, եթե ինձ սպանի էլ, ես նրան եմ հուսանում։ Այն քեզ աղոթք։ Այս աղոթքով կարծում եմ շախ ու մատ եղավ այս ամեն պատերազմի։ Տեր, եթե ինձ սպանես էլ, ես մեկը քոնն եմ։ Ես կարծում եմ ես մի աղոթքը նաև քահանացի կինն ասեց, ինչ շուն ես ասում, համաձայն եմ, քո շունն եմ ես, էլ Հիսուսը տեղ չուներ փախնելու տեղից, բռնեց, այսօր սա մեր աղոթքը անենք, ես քոնն եմ, ես քեզ վստահում եմ, մեռնեմ էլ, էլի քեզ եմ վստահելու Աստված։ Եվ առաջի գլխի 21-րդ խոսքում փոփոխությունների այս գագաթնակետին Հոբը հետևյալ հայտարարությունն արեց. Մերք դուրս եք այն մորարկալից և մերք պիտի վերադառնամ այնտեղ։ Տերը տվեց, Տերը առավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Ամեն ինչ հրաշալի խոսք է։ Իհարկե չեմ ասում, որ մենք վատի համար հիմա պատրաստվենք, որ Տերը պիտի մի բան տանի մեզանից։ Հավատում եմ, եթե տանի էլ, տեղը մեկ ուրիշ բան է բերել։ Հոբը ինչ որ կորցրեց, ինչ եղավ իր հետ։ Սամվել քանի երեխա ուներ Հոբը, դու դեր էր իջավ։ 10 երեխա ուներ Հոբը։ Հետո ինչ եղավ Հոբի հետ։ 10-ն էլ տվեց։ Հիմա ուզի ասենք դե բակար գնապած 20-ը տայր իրան, բայց 10-ը։ Այն 10 արդեն երկնքում սպասում են։ Եվ Հոբը 20 հոգով, հետո 20 հոգի պիտի իրան դվորցնեին ու սեղանից ասել։ Սա է, Տերը տվեց, Տերը տարավ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այն ինչ որ Տերը տանում է, ավելին է բերում մեր կյանքի մեջ, կրկնապատիկն է բերում։ Դրա համար կանգնենք եկի կանգնենք Տիրոջ առաջ եւ ասենք Տեր փոխի ինձ։ Շատ անգամ ասում ենք ես ազգը եւ պետք է փոխես, երկիրը փոխես կամ ես երկիրը փոխեմ։ Գիտեք շատերս փոխել ենք երկրներ,
Ես շատ հայերի եմ տեսել արտասահմանում։ Երկիրը փոխել է, նույն հայը մնացել են, վատ նույն բնավորությամբ։ Եթե երկիրն է փոխես, եթե հիվանդ ես, հիվանդությունը չի փոխվի։ Եթե քո ներսում մի վատ բան կա, դա չի փոխվի։ Դրա համար այսօր ասենք թե հենց ինձ փոխիր, քո նման դարձու։ Իմ ներսը փոխիր Աստված, իմ էությունը փոխիր։ Ասում եմ 90 տարեկան տատիկ Ամերիկայում մի բարեպաշտ հավատացյալ, որի միջոցով շատերն էին փրկվել, մեզ գործել էր եղել։ Երբ որ այս տատիկը մահանում էր, իր զավակներն իրան հարցրեցին, ասեն մամ, ինչի համար ես ամենից շատը զղջում ես աշխարհում, որ կարա իր անելը չարեցիր։ Ասում ես մի բանի համար շատ եմ զղջում, որ Աստծուն կարայի ավելի շատ վստահեի, այդքան էլ շատ չվստահեցի։ Ու ասում այն մարդը, որ հազարավորների փրկության պատճառ է, չլինի մենք էլ մեր մահիճում նման խոսք ասենք, բայց այսօր բայց ասենք Տեր ուզում եմ քեզ ամբողջովին վստահել, կյանքիս բոլոր օրերի մեջ, ինչ էլ փոխես, օրհնյալ լինես դու Տեր, ինչ էլ անես, օրհնյալ է քո գործ Աստված, բայց եթե բաները փոխես իմ կյանքի շուրջը եղած, պիտի խնդրեմ, որ այդ ամենից հետո ինձ փոխես եւ քո որդու նման դարձնես Տեր։ Եկեք մեր գլուխները խոնարհենք Տիրոջ առաջ եւ թույլ տանք նրա Սուրբ Հոգին, ճարտարապետը կերտի մեզ եւ մեզ նմանեցնի Քրիստոսին, մեզ նմանեցնի Աստծո գարանը, մեզ նմանեցնի նրա սուրբ պատկերին, որ մեր կյանքով, մեր օրերով, մեր խոսքերով մենք լինենք նրա նման երկրի վրա։ Շնորհակալություն Տեր, շնորհակալություն Տեր։ Բարքես Տեր, փոխիր Տեր, փոխիր, մտիր թափանցիր մեր բնավորության խորքերը Աստված եւ փոփոխություն բեր մեր կյանքի մեջ։ Աբրահամին Աբրահամ դարձնող Աստված, ինձ էլ փոխիր, իմ ճակատագիրը փոխիր, այն որ ես ասում եմ չեմ կարող, դարձրու ինձ կարող քեզանով Տեր։ Դու ես, որ Սիմոնին Պետրոս դարձրեցիր, Աղավնուն ժայռ դարձրեցիր, դարձրու ինձ հաստատում քո ուժով Աստված, որ ինչ էլ փոխվեմ, ես փոփոխական մարդ չդառնամ, այլ դառնամ հաստատում փոխվող քո որդու նման, Հիսուսի նման։